Քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի ընտրությամբ հանգուցալուծվեց Գյումրիում ամիսներ տևած քաղաքական ճգնաժամը։ Գյումրիի փողոցներում մեր այս հարցին պատասխանած քաղաքացիներից ոմանք կարծում են, որ այո։ Հանգուցալուծում համարում եք դուք։ Հա, ինչի՞ չէ։ Քաղաքական ճգնաժամը, որը դուրս է եկել, ինչի՞ չէ։ Իմ կարծիքով ինքը կարգավոր ամեն ինչ, որովհետև ինքը ունի փորձառություն։ Քիչում հա քիչում չէ, բայց աշտենոր եղել է, շնորհավորեմ գա։ Ինչ է, ինչի՞ չէ։ Սրտով բոլորը սրտով է։ Պրոստը ավելի ջայլներ, ավելի բան, բայց ինքը աշտեն բեսոշ գիտե, որից սկսե, որից վեճացնի։ Դժգոհ չեմ։ Կապնչեղը ամենակարևորն է դեր։ Մենք այդ հարցերով չենք կզբաղվել, մեր ծերանոցի համար խաղասենյակ է պետք։ Կրիմինալը չենք խառնել, շատ շնորհակալ ենք, այսպես տղա է, հաջող է։ Ոմանք ավելի թերհավատ են, կարծում են, որ ճգնաժամը չի լուծվել կամ էլ կիսատ է լուծվել ու շարունակություն կունենա։ Չէ, շարունակում է, հա, շարունակում է էլի։ Շարունակում է։ Ինչպես կհանգուցալուծվի, ինչպես կլուծվի։ Դու արդեն ղեկավարության տերն է։ Քուրիչան ինձ եմ։ Իրանք պետք է լավատեսեն են, ժողովրդին աջակցեն, ինչ որ հարցերով։ Երևի թե հա, բայց էլի չէ։ Կիսատ է մնացել։ Հա։ Ինչի՞ ասցեք, ինչն է կիսատ։ Ես որը քաղաքական պայմանագիր չմասնակցես, իրանք բոյկոտ են գա։ Ճգնաժամը լուծվեց Գյումրիում։ Նո, երևի չէ։ Ինչու՞, ինչ է։ Որովհետև Ընտրություններում ամենաշատ ձայները ստացած, բայց ընդդիմության համախմբման արդյունքում Գյումրիում իշխանությունը կորցրած քաղաքացիական պայմանագրի թեկնածու Սարիկ Մինասյանը 3 ավագանու առաջին նիստի մեկնարկին հայտարարել էր, որ կառավարման ճգնաժամ կլինի եւ որպես ելք առաջարկել էր արտահերթ ընտրություններ։ Գյումրեցիներից ոմանք կողմ են, ոմանք էլ դեմ, եւս մեկ արտահերթ ընտրության։ Հնարավոր է։ Պետք է ասցես։ Երևի թե ճիշտ է։ Արտահերթը ճիշտ է։ Հա։ Լուծումը կրկին արտահերթ։ չէ, ես քաղաքապետը բավականին փորձ ունի, ճգնաժամ չի եղնում։ 2 տասնյակից ավելի քաղաքացիների հետ փորձեցինք զրուցել։ Շատերը պարզապես խուսափում էին քաղաքական հարցերի պատասխանել, իսկ արդեն ընտրված համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանից ամեն մեկն իր խնդրի լուծմանն է սպասում։ Հետո մի հատ լավ տեղ սարքեն, ժողովուրդս մեծահասակները հավաքվեն ընդե։ Ոչ թե այստեղ նստեն։ Քաղաքին լավ նայ է դա, իսկ ինքը քաղաքին շատ բան է թողել։ Ակնկալիք ունեմ ինչ որ փոփոխություններ քաղաքում, ավելի աշխուժություն, ավելի առույգություն, ինքը ես լսեցի, խոսեց, ասեց առաջ երթին աշխատավարձի բարձրացում, դա պլյուս, եւ եթե ամեն ինչ ընտանա, ինչպես ինքն է ուզում խոսում, ուրեմն պետք է որ լավ լինի ժողովրդի համար։ Դու մենք ուզում ենք առաջ երթին փողոցները կարգավորվեին ծնոտի։ Հանգստյան տեղերնի ժողովուրդ հանգստանան։ Քաղաքականությունից հոգնած այս գյումրեցին էլ հույսը միայն Աստծո հետ է կապում։ Հեռու եմ շատ քաղաքականությունից, մենակ Փարթիրոջ Աստծո հետ եմ մոտ։ 5-րդ անգամ Գյումրիի քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը պաշտոնապես լիազորությունները կստանձնի ապրիլի 19-ին, երթումնակալությամբ։